Ես ասեմ, որ նախընտրական քարոզչության ընթացքում մենք իրականացրել ենք երկարաժամկետ դիտորդություն 4 դիտորդների կազմով, որոնք որ զրուցել են մասնակից 7 ուժերի հետ, 8-ից 7 ուժերի, այսինքն մասնակից 8 ուժերից 7-ի հետ զրուցել են, իրականացրել են տասնյակից ավել հարցումներ, գրություններ, դիտարկել են 35 հավաքներ, արձանագրել են 53 խախտում, որոնցից 45-ը պաստառների հետ կապված։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել երկու քրեական օրենսգրքի 441, այսինքն պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով, մեկը վերաբերում էր ուրեմն Դողս գյուղում ուրեմն տեղ ունեցած միջոցառմանը, մյուսը վերաբերվում էր ներողություն, մեկը վերաբերվում էր քրեական առաջին օրը պաստառների փակցմանը, երբ որ առերևույթ տեսնում ենք, որ համայնքապետարանի ուժերով են փակցվում քաղաքացիական պայմանագրի պաստառները, եւ երկրորդը դա խոյ համայնքում գովազդների բաշխման հետ կապված խնդիր էր եւ գովազդների տրամադրման որոշման հետ կապված։ Եվ 3 հաղորդում ներկայացրել են քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, դա ստեղծան բարեգործության եւ քարոզչության մեկտեղման արգելող հոդվածն է։ Մեկը ուրեմն Դողս գյուղի հետ կապված, մյուսը դա ուրեմն դպրոցի տնօրենի կողմից բարեգործություն իրականացնելու մասով ըստ էության 3-ն էլ այս կամ այն կերպ այս 221 հոդվածով այսինքն ներողություն բոլոր 5 հաղորդումներն էլ ըստ էության կպեին են վերաբերվում բոլոր 5 հաղորդումներն էլ եւ վերջինը բարեգործության մասով դա ինչ որտեղ էր տանիքների վերանորոգման ահազանգեր են եղել եւ դրա հետ կապված ենք ներկայացրել ցավոք պետք է ասեմ որ ոչ բոլոր հաղորդումներով այս պահին կան հարուցված քրեական վարույթներ կա հաղորդում որը արդեն ստեղծան 3 շաբաթ է, ինչ սպասում ենք վարույթի, քրեական վարույթի։ Ասեմ, որ նաև խնդրահարույց քվեարկության օրվա ընթացքում խնդրահարույց որպես երևույթ նկատել ենք դիտորդական առաքելություններից մեկի կողմից բաց քվեարկությունների դեպքերի այնպիսի նկարահանում, որը բացահայտում է ընտրողի կամ արտահայտությունը։ Ինչի մասին է խոսքը։ Այո, ինչի մասին է խոսքը, ընտրողը քվեախցիկում չի քվեարկում, ինչը իհարկե խախտում է եւ իհարկե վատ է, բայց դիտորդը դա ոչ թե այնպես է նկարում, որ զուտ փաստ է եղա, այլ դիտորդին նկարածի մեջ երևում է թե ընտրողը ում է քվեարկում։ Եվ դա խնդրահարույց է, մեր համոզմունքն այն է, որ դիտորդը իհարկե պետք է նկարի եւ արձանագրի խախտման փաստը, բայց ոչ այնպես, որ երևա թե ընտրողը կադրում երևա թե ընտրողը ում է քվեարկում։ Ինչպես այդ դեպքի հետ կապված քանակական տվյալությունը, բայց մի քանի հատ կան, որում այդպիսիք նաև հրապարակված դեպքեր կան, հայաքվե առաքելության էջում, որ նայեք, այնտեղ հրապարակված դեպքեր կան։